Դե ձեր ընտրությունն է, ինչ եք կարդում, էդ եմ ասում, պետք է Սաֆարյան գրած է, բայց պետք է կարդաք, ինչ կարդաք, Կալուգացին, Եռագլուխ կուսակցությունը Սաֆարյանը կարդում է Սաֆարով, այս ընտրությունով դուք պետք է կարդաք, գրածը ինչ եք կարդում, ինչ եք տենում, և այն ինչ տենում եք, այն էլ ստանալու եք արդյունքում, եթե Սաֆարյան եք տենում, Սաֆարյան էլ ստանալու եք, եթե Սաֆարով եք տենում, Սաֆարով էլ ստանալու եք, այս է ամբողջը, այս է պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք, ասեցիք, որ տենում եք խաղաղությունը, ճիշտ ազգում եք, հիմա ժամանակն է դա արձանագրել, խաղաղությանը տեր կանգնում եք, թե տեր չեք կանգնում, տեր կանգնելու ձևը հետևյալն է, գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը քվեարկելով 16-ի օգտի, որովհետև ինչի 16-ի օգտի, որովհետև մենք ենք այդ օրակարգը ստեղծել և մենք ենք այդ օրակարգի պատասխանատուն, որովհետև ով էլ եկավ, բոլորն ասում են գալու ենք, այս լավ խաղաղություն չի, գալու ենք ուժեղ խաղաղություն, ոնց եք ուժեղ խաղաղություն ստեղ, ինչ է նշանակում, մեկը ասել է ձեզ, ուժեղ խաղաղություն ինչ է նշանակում, ուժեղ խաղաղություն, այսինքն ուժի վրա հիմնված խաղաղություն, այդ նշանակում է նոր պատերազմ, 2024 թվին, ես ասում եմ, ի վերջո դուք պետք է տաք այդ մարդկանց պատասխանը, բասում էին ոսկեպարի եկեղեցին հանձնում են, բասում են կիրանցը հանձնում են, բասում են կիրանցը դատարկվելու է, այսօր կիրանցի 50%-ի չափով, կիրանց գյուղը 50%-ից ավել բան անում, տներ ասարկվում, այսօր այո, Ադրբեջանից 30 մետր հեռավորության վրա, երեխեքը ֆուտբոլ են խաղում, դպրոց են գնում, որևէ մեկը մտավախություն ունի, ծնող կա, որ հրաժարվում է, ստեղ կարևորը 30 մետր հեռավորությունը չի, այսօր տեխնիկան ենքան զարգացած է, որ կապ չունի 30 մետր ես հեռու 30 կիլոմետր, թե 300, նույն խոցելիությունն է, այսօր գերտերություններ կան, որոնց մայրաքաղաքը իրենց սահմանից հազարավոր կիլոմետր հեռու է, մարդը իր տան նստած անօթաչուն մտնում է իր տուն, հիմա այդ տունն է ավելի անվտանգ, թե Կիրանցի ֆուտբոլի դաշտը, իհարկե Կիրանցի ֆուտբոլի դաշտը, ինչի այսօր Կիրանցից կամ Բերթավանում որևէ մեկը վերակենում են այն մտավախությամբ, թե տենաս այսօր ում տան վրա կկրակել, ում տան վրա են կրակել 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, իսկ առաջ եղել է կրակոցներ, թե չի եղել, 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, դուք կրակոց լսել եք, հիմա ձեր ընտրությունն է, ձեր ընտրությունն այդ ամենին տեր եք կանգնում, թե տեր չեք կանգնում, ընդ որում, ես ասում եմ, ընտրությունը ժողովրդինն է, դուք ինչ որոշեք, ես հնազանդ անելուն, որոշեք, որ ես պետք է գնամ, ես կթողեմ կգնամ, որոշեք, որ ես պետք է մնամ և ես գործը տանեմ մինչև վերջ, ես ես գործը կտանեմ մինչև վերջ, և ես ուրիշ բան եմ ասում, մենք նոր որակի պետություն արդեն ունենք, և հաջորդ 5 տարում մեր պետությունը լինելու է բոլորովին այլ որակի, բոլոր ոլորտներում, այդ թվում քաղաքացի պետություն հարաբերություններում, բայց ես նաև ուզում եմ կոչ անեմ բոլորին, որ այդ տեսնելով այդ 16 միլիոնի պետությունը 200 ընտանիքի 16 միլիոն տվել է, ճիշտ է, ես ակնկալում եմ, որ և այդ ծրագրից օգտվող քաղաքացիներ և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր տեսնում են այդ ամեն ինչը, ոչ մի անգամ խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգան, ոչ մի անգամ, որովհետև նա ով առանց ՀԴՄ-ի դուրս է գալիս, պետք է հիշի այդ 16 միլիոնի տունը, պետք է հիշի այդ 300 դպրոցը, պետք է հիշի այդ 500 մանկապարտեզը,
Պետք է հիշի մայիսի 28-ի զորահանդեսը։ Պետք է հիշի ճանապարհները։ Հիշում եք 18 թվին Բագրատաշենից Երևան ճանապարհը ինչ վիճակում եք։ Չեք էլ հիշում ու լավ է որ չեք էլ հիշում։ Ու երբեք չեք էլ հիշելու։ Ընտրեք 16-ին եւ այն մղձավանջերը որ ունեցել եք ոչ մեկը այլևս չեք հիշելու։